Նախ ինչպես նշվեց, այս նախաձեռնության հիմնական նաև պատճառներից մեկը այն է, որ դեռևս 2019 թվականին եւ այնուհետեւ 2022 թվականին Եվրոպայի խորհրդի շրջանակներում արձանագրվեց շատ հստակորեն, որ զանգվածային լրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային եվրոպական չափանիշներին, առաջին հերթին հենց լրատվամիջոց, լրատվական գործունեություն, զանգվածային լրատվություն հասկացությունների սահմանումների ձևակերպման առումով, ինչպես նշեց ավելի պոստսովետական պետություններին հատուկ ձևակերպումների առկայության ուժով եւ բնականաբար հաշվի առնելով առկա միտումները հորդորվել է Հայաստանի Հանրապետությանը ընդլայնել եւ ավելի գործառութային բնույթի սահմանում տալ լրատվական գործունեությանը, որը հնարավորություն կտա նաեւ այլ դերակատարներին իրականացնելու համապատասխան գործունեություն, եթե բնականաբար այդ գործունեությունը համապատասխանում է սահմանված ուրեմն չափանիշներին եւ նաեւ նշեմ, որ այս միտումները արձանագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ընդհանուր մեկնաբանությունը դաշնագրի խոսքի ազատության վերաբերյալ հոդվածի մասով հստակ արձանագրում է, որ լրագրությունը դա այնպիսի մի գործառույթ է, որը որ իրականացնում են լայն դերակատարների լայն շրջանակի կողմից եւ ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողների, այլ նաեւ բլոգերների եւ այլոց կողմից, որոնք որ համապատասխան նպատակներն են հետապնդում։ Նաեւ մարդու ինքն եվրոպական դատանի նախադեպային պրակտիկայում ունենք հստակ զարգացումներ եւ միտումներ, որոնցից բարձ է դառնում, որ եթե այն ժամանակ հատուկ կարևոր մամուլի դերը շատ սահմանափակվում էր ավանդական լրատվամիջոցներով, ապա գնալով մարդու ինքն եվրոպական դատանը ընդլայնում այդ դերը ըստ էության տարածելով հանրային վերահսկիչ գործառույթ իրականացնող ավելի լայն սուբյեկտների նկատմամբ այդ թվում նաև նախադեպ կա հենց բլոգերի կողմից կոնկրետ բովանդակություն YouTube-յան ալիքում ուրեմն ներկայացնելու կապակցությամբ, որտեղ եվրոպական դատան նաև հստակ նշեց, որ այստեղ եւս պետք է կիրառելի լինեն մամուլի ազատության վերաբերող մարդու եվրոպական դատանի չափանիշները եւ սկզբունքները։ Հաշվի առնելով այս ամենը եւ նաեւ ղեկավարվելով արկա լավագույն չափանիշներով, մասնավորապես մենք փորձել ենք հիմք ընդունել հատկապես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից մեդիայի նոր հասկացության վերաբերյալ հանձնարարականը, որտեղ որ նախարարների կոմիտեն հորդորում է անդամ պետություններին ավելի լայնացնել, ներպետականությամբ սահմանված հասկացությունները եւ արդեն նոր մեդիայի ձևավորմանը համընթաց սահմանել կոնկրետ այսպես գործունեության չափանիշներ, Այս առումով մենք լրատվական գործունեությունը նախատեսել ենք որպես հաղորդակցության ցանկացած միջոցով, պարբերական հիմունքներով հասարակությանը հանրային նշանակության տեղեկատվություն ներկայացնելու նպատակով եւ խմբագրական պատասխանատվության կամ վերահսկողության ներքո իրականացվող գործունեություն, այսինքն մենք որպես այդպեսին նախատեսել ենք գործունեության բնույթը եւ այնուհետեւ արդեն լրատվական գործունեություն իրականացնողի սահմանման մեջ հողմ ենք կատարել արդեն լրատվական գործունեության, այսինքն անձը համարվում է լրատվական գործունեություն իրականացնող, եթե նա մասնագիտական ուրեմն գործունեությունը միտված է հենց այս սահմանմամբ լրատվական գործունեության իրականացմանը եւ որ գրում է խմբագրական պատասխանատվություն ներկայացվող տեղեկատվության համար եւ ունի ինչպես նշեց մտադրություն, որպես լրատվական գործունեություն իրականացնող հանդես գալու այս մտադրության հատկապես կարեւորությունը առանձնանում է այնքանով, որքանով մի շարք դեպքերում իրոք այս սահմանումները նաեւ դժվարացնելու են տարանջատել ուղղակի ինքնահարտահայտվելու նպատակով հրապարակում իրականացնող անձին, որը նպատակ չունի որպես այդպեսին հանդես գալու որպես լրատվական գործունեություն իրականացնող եւ անձին, որը այսպես որպես մասնագիտական գործունեություն եւ կոնկրետ լրատվական գործունեություն իրականացնողի նպատակով պրոֆեսիոնալ ստանդարտներին
համապատասխանող գործունեություն է իրականացնում եւ որպես լրատվական գործունեություն իրականացնող գործելու մտադրության արկայությունը գնահատելիս որոշակի չափանիշներ ենք նախատեսել, որոնք կարող են հաշվի առնել, հատկապես ուզում եմ շեշտել, որ դրանք կարող են արտահայտվել այդ մտադրության արկայությունը տարբեր ձևերով, այդ թվում հենց նույն սուբյեկտի ինքնաճանաչման ձևով դա կարող է արտահայտվել լրատվական գործունեություն իրականացնողին հատուկ աշխատանքային մեթոդների կիրառման միջոցով, ինչպես նաև մեդիայի էթիկայի կանոններին հետևելու հանգամանքները հաշվի առնելով եւ այստեղ այս հետևելու հանգամանքի ներքո նաեւ ընդգրկվում է ինքնակարգավարման միջոցների արկայությունը, այդ թվում այս օրենքով արդեն սահմանված կարգով ճանաչված ինքնակարգավորման միջոցին անդամակցելը կամ նման ներքին ինքնակարգավորման միջոց ունենալը եւ Ինչպես նշվեց, մենք այս օրենքով նաև նախատեսում ենք ինքնակարգավորման միջոցների ճանաչման որոշակի ընթացակարգ, այսինքն նպատակը այն է, որ այն ինքնակարգավորման միջոցներ եւ էթիկայի կանոնագրերը, որոնք համապատասխանում են լայնորեն ընդունված միջազգային չափանիշներին, նրանց մասով կլինի առանձին հավաստման ընթացակարգ եւ այս ուրեմն լրատվամիջոցները, որոնք որ կանդամակցեն նման ինքնակարգավորման միջոցների կամ կունենան իրենց ճանաչված ներքին ինքնակարգավորման միջոցը, ներքին օմբուդսմենը օրինակ, այս լրատվամիջոցները նաեւ որոշակի արտոնություններ կստանան Եվ արտոնությունների շարքում նախատեսված է առանց որևէ նախապայմանի հավատարմագրման հնարավորությունը, այսինքն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչված ինքնակարգավորման միջոց ունենալու կամ անդամակցելու դեպքում համապատասխան լրատվական գործունեություն իրականացնողը կարողանում է հավատարմագրվել առանց նախապայմանների եւ խթանելու համար նաեւ ուրեմն այս մարմինների ձևավորումը անդամակցումը եւ այսպիսով մասնագիտական էթիկայի կանոններին հետևելը լրատվամիջոցների կողմից նաեւ նախատեսել են քաղաքացիական օրենսգրքում որոշակի փոփոխություններ, մասնավորապես զրպարտության եւ վիրավորանքի գործերով նախատեսել ենք դատանի կողմից որպես հաշվի առնման ենթակա հանգամանք դիտարկել նորից ճանաչված ինքնակարգավորման միջոցին ուրեմն հասցված վնասը մեղմելու նպատակով դիմելու հանգամանք, եւ այս ըստեյության դրույթի անհրաժեշտությունը բխում է նաև սահմանադրական դատանի որոշումից, որը որ վերաբերել է դեռևս 11 թվականին ընդունված որոշման մասին է խոսքը, որը վերաբերել է քաղաքացիական օրենսգրքի հենց զրպարտության եւ վիրավորանքի հոդվածի սահմանադրականության գնահատմանը։ Եվ եւս մեկ կարևոր առանձնահատկություն, որ նախատեսել ենք, դա այն է, որ մենք որոշակիորեն հայցային բաղամության ժամկետն են երկարաձգել այն պարագայում, այսպես փորձելով խթանել, որ քաղաքացիները դիմեն ինքնակարգավորման մարմինների եւ անմիջապես չփորձեն ցանկացած պարագայում պաշտպանություն գտնել միայն դատարանում, այսպեսով եթե անձը դիմում է դատարան, ապա այդ մեկամսյա ժամկետը, որը մենք ունենք նախատեսված դատարան դիմելու համար, արդեն կսկսի հաշվարկվել համապատասխան ինքնակարգավորման մարմնի կողմից որոշում ընդունելու կամ քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո։ Այս պահի դրությամբ արկակարգավորումները ըստ էության անարդյունավետ էին դարձնում նաև այս բողոքների քննության ընթացակարգը, քանի որ մինչև այնքան կարճ է ժամկետը հայցային վաղեմության, որ անձը դեռևս չունի ինքնակարգավորման մարմնի կողմից տրված եզրակացությունը որոշումը, սակայն միևնույն ժամանակ կանգնած է դատարան դիմելու ժամկետը բաց թողելու վտանգի առջև եւ հետեւաբար ինքը մշտապես փորձում է նաև դատարան դիմել, օգտագործել նաև դատական պաշտպանության միջոցը։ Մինչդեռ այս դեպքում մեր գնահատմամբ մի շարք դեպքերում անձինք պարզապես բավարարում ստանալով ինքնակարգավորման մարմնի շրջանակներում իրենց խնդրի այլևս հակված չեն լինի դիմել դատարան եւ դրանով նաև էապես ուրեմն մենք կնպաստենք զանգվածային լրատվության միջոցների ուրեմն ազատությանը եւ անկախ գործունեությանը։ Հաջորդ ընթացակարգի մասին արդեն խոսվեց, ըստ էության նախագիծը նախատեսում է անցումային փուլ,
մինչև մեդիայի խորհրդի ձևավորումը ստեղծվելու է այսպես անցումային հանձնաժողով, որը որ ձևավորվելու է 15 տարվա ուրեմն գործունեության փորձ ունեցող լրատվական ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ այս հանձնաժողովն է իրականացնելու հենց այդ ճանաչման գործընթացը, ինքնակարգավորման միջոցների եւ էթիկայի կանոնագրերի, մինչ այդ հանձնաժողովը կհրապարակի օրինակելի կանոնագիրը էթիկա, ինչպես նաեւ ինքնակարգավորման միջոցներին ուրեմն հատուկ միջազգային չափանիշներին համապատասխանող նույնիսկ օրինակելի չափանիշները եւ դրանց հիման վրա արդեն կիրականացվի համապատասխանության գնահատում այնուհետև արդեն հանձնաժողովը կդադարի իր գործունեությունը կդադարեցնի մեդիայի խորհրդի ձևավորման համար բոլոր անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները կատարելուց հետո, այսինքն այնուհետև արդեն մեդիա խորհուրդն է իրականացնելու նշված գործառույթը եւ նորից համապատասխան դիմումների հիման վրա իրականացնելու ինքնակարգավորման միջոցների ճանաչման գործընթաց։ Եվ այս պահին այսքանը ընթացքում արդեն հարց ու պատասխանի շրջանակում կարձականքի։